Մեր առաջին 45 րոպեն լրացել էր, անջատվեց համակարգը, մենք հիմա էլի կշարունակենք։ Միրզոյան, կներեք մի հարց տամ մինչև միանան, ուրեմն ես ուզում եմ բալ նշանակեմ, որպեսի հաստատել տամ, չի թողնում, ասենք, բալը տալիս է 0, ենթադրենք ես լրացնելու հարց եմ գրել, ու այնտեղ գրած է 1-2 բառով պետք է սովորողը պատասխանի, չէ։ Ինքը բալ չի վերցնում ու չի թողնում, որպեսզի ես հաստատեմ։ Ընկեր Շանուց մի հատ կմիացնեք, ձեր էկրանը կկիսեք։ Ես ուղղակի համակարգիչով եմ հիմա միացած։ Մի վարքյան հեսա միանամ Zoom-ով ու Ահա, ավելի ճիշտ կլինի միանգամից առաջադրանքի վրա մենք միասին։ Լավ, ստեղից դուրս գամ։ Միացնում եք, ընկեր Շանուց, սպասենք ձեզ, թե մենք շարունակենք մինչև Լավ, ընկերներ, եկեք մենք շարունակենք, ընթացքում էլի ընկեր Շանունցին կպատասխանենք։ Ես կիսվեմ իմ էկրանով էլի։ Ընկերներ, ուրեմն ձևավորում ենք մեր հարցերը, այսպես ու առաջադրանքը ստեղծելուց հետո, այս վերջին հարցը պահպանման տամ, իմ առաջադրանքը և ընկեր Շանուց, որ հատվածն էիք ասում, բառ ավելացնելու, կիսատնախադասության տարբերակը, իմ օրինակի վրա հիմա ցույց կտամ, նորից կրկնենք։ Մասի բաժանում ու պետք է աշակերտը լրացնի ինչ-որ բառ։ Դա եմ ասում հիմա, տեսեք այս հարցը ռեդակտիրված գնամ այս հարցի տարբերակը այստեղ, տեսնում եք ընկեր Շանուց, երևում է հարցը ձևակերպում եք ձախ մասում, ինձ մոտ թույլ է տալիս և բալերը ընտրել, տեսեք թողնում է բալերը փոփոխել և թողնում է նաև վարքյանների ընտրություններ կատարել, թույլ է տալիս նաև սախրանից, համակարգից դուրս կգաք, նորից կմտնեք, գուցե ծրագրային խնդիր լինի այս պահին, բայց թույլտվություն տալիս է ինքը ընտրություններ կատարելու։ Լավ, շնորհակալություն։ Եվ ավարտելուց հետո, ընկերներ, եկեք մի հատ նախադիտման ռեժիմ ենք անցնում, այստեղ վերևում предварительный просмотр, ու դուք տեսնելու եք, թե ձեր երեխաները ինչ են տեսնելու իրենց էկրանների վրա։ Իմ հարցերը առաջին բազմակի, մեկ ընտրությամբ, մեկ պատասխանի տարբերակով հարցը, որտեղ որ եթե ուզում եք դուք ճիշտ պատասխանները տեսնել, այստեղ ձախ ներքևի կոճակի հնարավորությունով տեսնում եք ընտրված է ճիշտ պատասխանը, ցուցադրվում է, գնում ենք հաջորդ հարցը, հաջորդ հարցը այս տարբերակը, երբ որ դուք ցանկ էիք ներկայացնում բառերի, որ երեխաները կարողանան ընտրել, տեսեք ինչպես է երևալու, այստեղ ցույց չի տալիս, կգնանք փորձարկման ժամանակ կնայենք, լավ։ Ինքը ուղղակի այստեղ կանաչ գույնով առանձնացնում է, բայց իրականության մեջ երեխաները տեսնելու են կախված ցանկ, այդ կախված ցանկից բառի ընտրություն են կատարելու, հաջորդը ճիշտ է սխալի տարբերակը, այստեղ երբ որ իրենք լրացնելու են կիսաթողած նախադասություն է, երբ որ իրենք բառ են ավելացնելու, և այս տարբերակը, երբ որ իրենք ուղղակի դիրքորոշում են հայտնելու, թե իրենք ինչ կարծիք ունեն, ասենք ներկայացված այս պնդումների վերաբերյալ, որ տեսակետն են ընդունում որպես այս պահին ճիշտ տրամաբանություն, տրամաբանորեն ընտրված պատասխան։ Մի խոսքով եկեք հիմա հետ վերադառնամ
ու փորձենք հասկանալ ինչպես ենք աշխատեցնելու։ Գնում ենք պուբլիկաված, երբ որ տալիս եք պուբլիկաված, նայեք, տեսեք ընկերներ, այս վերևի հատվածում կարող եք ձեր առաջադրանքին անվանում տալ, կարող եք նշել դասարանը, առարկան, ամփոփիչ աշխատանք, ես կգրեմ ամփոփիչ աշխատանք, ամփոփիչ աշխատանք 3 ԹԳՀԳ երկրորդ կիսամյակ։ Կարող եմ այսպիսի մի հատ անվանում տալ իմ աշխատանքին, այնուհետև այս պատահականորեն կպավ նկար ավելացնելու հատվածի վրա, չնայած էլի կարող եք ավելացնել նկար, օրինակ ես այստեղից կավելացնեմ այսպիսի մի հատ նկար, 1 րոպե, մի րոպե, ուրեմն նշում կատարեմ, թե որտեղից եմ վերցնելու նկարը, եթե չեմ սխալվում, պիտի որ ինձ մոտ, 7-րդ դասարանի դասագրքի շապիկի նկարն եմ վերցրել, ու ինքը վերբերնում է ավելի ճիշտ և տեսեք, տալիս եմ ապուբլիկաված, ինքը պահանջում է այստեղ լրացնեմ առարկան, ինչ առարկայից եմ նշում, ենթադրենք ես նշեմ կոմպյուտերի, այս տարբերակը, որ դասարանի համար է նախատեսված, նշեմ 7-րդ դասարանի համար է նախատեսված և տամ պուբլիկաված, ընկերներ ջան, արդեն իմ աշխատանքը պահպանվում է իմ այս տվյալների բազայում, իմ գրադարանում ինքը պահպանվում է և կարող ենք, ասենք, երեխաներին փոխանցել ու աշխատեցնել, ստեղծել ենք խաղը, գնում ենք մեր, լավ եկեք մյուս տարածքից, ես իրան միացնեմ, գնացինք մայա բիբլիոթեկա, ընտրում եմ, այնուհետև տալիս է իմ խաղներ, ես այստեղ կուզեի ավելացնել նաև այսպիսի մի տարբերակ, եկեք սա էլ ցույց տամ, հետո գնանք լավ խաղալու ժողովուրդ ջան, ուրեմն գնամ ռեդակտիրված էլի, տեսեք, ես այնտեղ հարցն էի առանձին խմբագրում, բայց այստեղ կարող եմ նաև ամբողջ իմ առաջադրանքը ռեդակտիրված տամ և անցնեմ նորից էլի հարց ավելացնելու հնարավորություն, ավելացնեմ ու այստեղ մեկ վայրկյան կներեք, այստեղ աջ մասում, ներքևի աջ մասում ինքը տալիս է նաև հարցեր ավելացնելու, արհեստական բանականության օգնությանը դիմելու հնարավորությունը, տեսեք, երբ ես իրեն կոճակը սեղմեմ, ինքը ինձ համար կգեներացնի հարցեր, որոնք ես կընտրեմ տեղափոխում եմ իմ հարցաշար, թե չեմ տեղափոխում, կոնկրետ այս դեպքում 3 հարց է ձևավորել ինձ համար, ենթադրենք ես այս հարցերը տեղափոխում եմ սախրանից изменения տամ կամ отказаться և ես իրեն հետ բերեմ ու ունենամ իմ առաջադրանքների մեջ, տեսեք վերջում այս հարցերը ես չէի ավելացրել, սա արհեստական բանականության գեներացրած հարցեր են, որոնք կարող եք թողնել, կարող եք ձևափոխել, եկեք այս պարագայում ես իրենց կհանեմ, որովհետև այս պահին ուղղակի ժամանակի սղության համար չեմ նայի, չեմ քննարկի իրենց անհրաժեշտությունը իմ առաջադրանքի մեջ, տեղին են թե ոչ, թողնեմ այս տարբերակի վրա։ Հիմա ինչպես ենք մենք երեխաներին փոխանցելու, առաջադրանքը ինչպես ենք կազմակերպելու, գնում ենք մայա բիբլիոթեկա, վերցնում ենք մեր առաջադրանքը,
տալիս ենք հա ինքը նորից է ինձանից պուբլիկա, բայց ուզում այնտեղ բան էի փոխել, ուզում ա եկեք թողնեմ։ Տալիս ենք начать сейчас եւ ասում է որպես ինչ դերով ես ուզում հանդես գալ, այսինքն ես այստեղ կնշեմ ուսուցչի ղեկավարությամբ թեստի անցումը, տալիս ենք начать սկսել ու ինքը կոդ է գեներացնում, դասի ժամանակ ուղղակի անմիջապես դուք միացնում եք, կոդը գեներացվում է, այս կոդը տալիս եք երեխաներին ու երեխաները այստեղ ուղղակի միանում են, իրենք հեռախոսներով էլ կարող են միանալ, պատասխանել, եթե համակարգիչները չեն բավարարում, պարզապես թող գրեն quiz join, որ գրեք ինքը էլի կտանի այս background-ի edge-ը, այս background-ի edge-ը միանգամից ինքը բացելու է կոդը գրելու այս edge-ը, այստեղ փոխանցում եք երեխեքին այս կոդը, թելադրեք կոդը թող գրեն, հա, իրենք, մեզ մոտ կոդը գեներացվել էր, նայեմ տեսնեմ որտեղ մնաց, մեզ մոտ մեկ վարքյան Ընկեր Միրզոյան, այս նույն կոդը հիմա ես էլ որ բացում եմ այդ նույն կոդը ինձնից ուզում է, հիմա սա ինչ կոդ ես նշեմ։ Այս նույն կոդը, այս նույնը ինչ որ իմ էկրանի վրա է։ Այս 134373 Եթե դուք background-ով բացել եք այդ մտել եք կոդի հատվածը, հիմա լավ կլինի եկեք բոլորով միասին մտնենք, լավ։ Ուրեմն այս կոդը այստեղ մուտքագրում եք, տալիս եք precise init-ը կամ կարող է անգլերենով join բառը լինել, այս կոդը տալիս եք երեխաներին ու երեխաները սկսում են հարցաշարին պատասխանել, եկեք պատասխանենք, ճիշտ կլինի, սխալ կլինի, էական չի, ուղղակի այնքան որ տեսնենք, հա, արդյունքը ինչպես է ստացվում, ես առաջարկում եմ երեխեքը ներկայանում են իրենց անուններով, եթե կրկնակի անուններով ունեմ աշակերտներ, նաև ազգանուններն են գրանցում, ինչի համար եմ սա ասում պարտադիր է, որովհետև ձեր այդ սեանսների մեջ մնալու է, վաղը միսօր սա համարվում է որպես փաստացի աշխատանք երեխաների ամփոփիչ միավորի համար, որ անուն ազգանուններով այնտեղ երևա, որ երեխան ինչ առաջադիմություն է, ինչ արդյունք է գրանցել, հա։ Եկեք բոլորս էլ այս պահին միանանք, լավ, այս հարցաշարին։ Այստեղ դեռ մի հոգու եմ ես տեսնում, որ միացած է։ Այդ ես եմ Արգիշտին։ Email-ով չէ, կոմպում ուրիշ։ Ոչինչ, էական չի, ուղղակի դուք այդ ժամանակ երեխեքին կասեք, թող իրենց անուններով ներկայանան, եկեք ընկերներ ջան, եկեք մի քանի հոգի էլ միացեք, ուղղակի ձեզ համար է դա պետք, որ դուք տեսնեք երեխայի տեսանկյունից, սովորողի տեսանկյունից ինչ է երևալու իր էկրանին, ինչպես է երևալու, իսկ իմ մոտ այս կիսված էկրանով դուք կտեսնեք նաև, թե ուսուցիչը ինչ է տեսնելու։ Ես հեռախոսով եմ, հեռախոսով չեմ կարող։ Հեռախոսով էլ է ստացվում։ Հեռախոսով էլ է ստացվում։ Ում մոտ ստացվում է, միացեք ընկերներ։ Ընկեր Միրզոյան, մեր մոտ որ մենք դուրս ենք գալիս այս Zoom հարթակից, անջատվում է ավտոմատ, թույլ չի տալիս ուրիշ բանել դրա համար։ Հա, ես նկատի ունեմ ու մոտ ստացվում է, իսկ հեռախոսով որ ասում եմ, այդ նկատի ունեմ, որ երեխաները կարող են իրենց հեռախոսներով միանալ, դե այդ ժամանակ իրանք Zoom չեն ունենալու միացրած։ Ուղղակի այս պահին, եթե ունենք մասնակիցներ, որ եւ համակարգիչ ունեն մոտները, կարող են համակարգչով միանալ։ Լավ, այստեղ ունենք ընկերներ։ Ընկեր Միրզոյան, իսկ այս կոդը մենք ենք ստեղծում, թե Չէ, նայեք տեսեք, որ դուք արդեն տալիս եք начать, այնտեղ ես ցույց տվեցի, եկեք մի հատ հետ գնամ նորից ցույց տամ, տեսեք, որ դուք գնում եք աշխատանքը տալիս եք начать, այստեղ ինձ մոտ արդեն մեկ վարքյան, երևի այստեղով հետ գնամ։ Հա, հետա։ Այստեղ էլ ցույց չի տալիս, լավ, մյուս տարբերակի վրա գնամ ցույց տալու։
նայեք, տեսեք, Մայա բիբլիոթեկա, ինքը ցույց կտա ինձ իմ աշխատանքն է, հիմա սրա համար ինքը առանձին ուրիշ կոդ կբերի, բայց մենք մյուս կոդով կմիանանք, տեսեք, որ տալիս եք y, ինքը այստեղ կոդը գեներացրեց, ուղղակի այնտեղ որ տալիս եք վերևի այդ վարդագույն կոճակներով կգնաք առաջ, ինքը ձեզ համար կոդը գեներացնելու է, համակարգն է գեներացնում, դուք ուղղակի ընդամենը սա փոխանցում եք երեխեքին, երեխեքն էլ այդ պահին ինչ սարքվոր ունեն, ինչ սարքով կարող են միանալ, միանում են, դե տեսեք, ես այստեղ տալիս եմ начать сейчас, այնտեղ ես ուղղակի ապուբլիկավայց հատվածում, այնտեղ մի քիչ ներքև կթերթեք այդ ապուբլիկավայցը, որ տալիս եք, մի քիչ ներքև կթերթեք, այնտեղ տեսնելու եք, որ տարբերակ կա, որ հարցերը խառնի, մի նկատառում անեմ, ես էլի եմ ասում, հարթակի փոփոխություններին ընդամենը այսօր եմ ծանոթացել, փոփոխությունները այսօր եմ նկատել, նախկինում տարբեր էկրանների մոտ նստած երեխաները տարբեր հարցերն էին տեսնում, միաժամանակ նույն հարցը չէին տեսնում, իսկ այսօր ես փորձարկում արեցի դասարաններից մեկում, այնպես էր ստացվում, որ այս նոր տարբերակով բոլորը պիտի նույն հարցին պատասխանեին, իսկ դա անկեղծ ասած ինձ այդքան էլ չգոհացրեց, նախկին տարբերակը անգամ իմ երեխաներն էին ասում, որ նախկին տարբերակը շատ ավելի լավն էր, դե բոլոր դեպքերում այսպես էլ կարելի է աշխատել, տալիս եք начать сейчас, այսինքն հիմա ինքը կմիացնի, վարկյանները երևում են, այստեղ ձայնը ես անջատեմ, ուղղակի արանքում հարցեր կուղեմ, լավ, ձեզ հարգելիներս եկեք մի հատ քննարկենք, հասկանանք ինչպես է երևում, բոլորդ ինչ է ցուցակը ծրագրավորման մեջ այդ հարցն եք տեսնում այս պահին։ Ես Այո։ Այո։ Ահա, բոլորիս մոտ նույն հարցն է բերում, երբ նախկին տարբերակում այսպես չէր, ամենքը մի հարցի էին պատասխանում, տարբերակները պատասխանելուց հետո, երբ որ ժամանակը լրանա, ուսուցիչը ստիպված է ինքը հաջորդ առաջադրանքը միացնելու, հաջորդ հարցը միացնելու, ոչինչ, այսպես կաշխատենք, արդյունքները այստեղ արդյունքները ներկայացնում, գնանք հաջորդ հարցին, Հիմա դուք տեսնում եք ներկայացված ծրագիրը ստեղծում է այն դիրքորոշումն է, որը չէ, ճիշտ է սխալ է տարբերակն է, այն այո ոչի տարբերակը կամ ճիշտ է սխալ է, ընտրություն ենք կատարում, էական չի, այս պահին դուք ճիշտ կպատասխանեք, սխալ կպատասխանեք, դա բոլորովին այս պահին էական չի, մենք ձևն ենք ուղղակի նայում, Ես փոխեմ, լավ, մի քիչ շտապենք, փոխեմ, այստեղ երևում է, որ դեռ լրացնում են մասնակիցները, Ինչ-որ ընկերներ Զոյան կախված վիճակում է, չի բանանում։ Ես առաջ եմ տվել հարցը, ես մի քիչ վարկյանները երկար չսպասեցի, մինչև ավարտվի, ես առաջ եմ տվել, այսինքն դուք պիտի սպասեք մինչև ողջ ժամկետը լրանա, հետո նոր փոխեք հարցը, որպեսզի կարողանամ պատասխանել, նույնիսկ ինձ մոտ այսօր դասարանում, որ փորձարկում էինք, մի այսպիսի տեխնիկական թերություն էլ նկատեցինք, սա այն էր նաև երեխաներին ասում եմ երեխեք դե տեսեք, ասում ենք հավելվածների թեստավորում, ծրագրերի թեստավորում, ստացվում է մենք իմաց թեստավորում էլ ենք անում ու այնտեղ կար մի պահ այնպես ստացվեց, որ աշակերտներից մեկը որ պատասխանում էր, մյուսների մոտ անջատվում էր այդ պատասխանները, բայց դա մի դրվագում տենց երևաց հիմնականում դա այդքան շատ չէր նկատվում, ուսուցիչն էր փոխում, գնացինք հաջորդ հարցադրումը միացնելու, սա այն բազմակի ընտրության տարբերակն է, թվարկվածներից, որոնք են Python լեզվի գրադարաններ,
Նշումներ կատարում ենք ժողովուրդ։ Այո, Դե շատ լավ է, հեսա վերջում նաև արդյունքների այդ պահներ կնայենք ու հետո պատասխանների հատվածը կուսումնասիրենք, ինքը էլի լավ հարթակ է, այսինքն այդ փոխարկերված տարբերակն էլ հարմար է, այստեղ էլ ուղղակի բոլորը նույն հարցին են պատասխանելու, ոչ մի խնդիր չկա։ Հաջորդ հարցը, տեսեք այս պահում արդեն դուք որ ցանկը բացեք տեսնելու եք, հա, այս տարբերակները բառերի առաջարկվող, նշում եք, թե որ տարբերակն եք համարում ճիշտ, և ինչքան հասկացա մենք դեռ էլի հարց ունեինք, Ոյ, սա 1 րոպե, մի քիչ ժամանակը երկար է տրված, այս հարցին մի քիչ ավելի երկար մտածելու բան է, դրա համար մի քիչ ավելի երկար ժամանակ է տվել երեխեքին։ Ընկեր Միրզոյան, օրինակ իմ մոտ Հա, բառերը անկանոն են, դե թե կապեցել, թե ինչպես, խնդիր է։ լավ չեմ լսում, Motivației դրած է եթե չէ, ես նայեցի ձեր էկրանին, մոտ է թնչի երևում, գիտեմ, ծրագրային խնդիր է թե ինչ։ հա, էկրանի վրա ամբողջը տեսանելի չի, Բառերը փոխված են, կրճատ են, ռուսերեն են։ հա, Այս պահին լավ չի աշխատում համակարգը։ կարա համակարգից լինի, կարա կապերից լինի, պատճառները տարբեր կարող են լինել, բայց տենց հազվադեպ է լինում, տենց ես գրեթե չեմ հանդիպել, մի անգամ հանդիպել եմ, այն նախկին տարբերակի վրա, մի անգամ տենց հանդիպել էինք, ուղղակի ուրիշ սարքով միացանք, նորմալ աշխատեց, հետո հետագա հարցաշարերին այդ նույն սարքն էլ էր նորմալ ցուցադրում, ուղղակի երևի կապի խնդիր է լինում պահի տակ, Լավ։ տեսեք, դեռ մենք էլի հարց ունենք, ոնց որ էլի մի հատ էլ է մնացել, հա, այս են բառ ավելացնելու տարբերակն է, ահա, տեսակն է հարցի, երբ որ պիտի դուք բառը այստեղ ավելացնեք, կարող եք ավելացնել երկարությունը, դա իրականության մեջ ինքը ցուցակի այդ լեն նախասահմանված գործառույթը ցուցակի երկարությունն է ներկայացնում և տանք завершить оценивание, հա, ընկերներ, այստեղ տեսնում եք ինքը դասարանի առաջադիմությունը տոկոսներով ներկայացնում է, ըստ անդամների է ներկայացնում, բայց երբ որ դուք գնաք արդեն ձեր տարածք, հա, բայգրաունդի հարթակ, այնտեղ, մեկ վարքյան, ես այստեղից դուրս գամ, ձեր տվյալների բազայում արդյունքները արդեն տեսանելի են լինելու տոկոսներով հանդերձ և առաջադիմության, տեսեք, սա մեր նոր քիչ առաջ ավելացրած արդյունքներն են, այստեղ ընդամենը 3 հոգու 4 հոգու մասնակցություն է երևում, դե բոլոր դեպքերում ես արդեն իմ ցանկից ներկայացրել էի ինչպես եք տեսնելու արդյունքները տոկոսներով երևալու է ու երևում են թե որ հարցերում են դժվարություններ ունեցել Հարգելի ընկերներ, սրանով ավարտենք մեր բայգրաունդի հարթակի մեր քննարկումները, հա,
Մեկ վարքյան մեր Vigrant հարթակի գործիքների ծանոթացումը, մնացած այն հատվածներ, սրանք այն հիմնական մասերն են, որոնք բավարարելու են հարցաշարեր կազմելու համար, ժամանակի ընթացքում ինքներդ կփորձարկեք, եթե այնտեղ անցնեք վճարովի տարբերակի, կարող եք նաև ուրիշ գործիքներ օգտագործել, դա ընթացիկ դուք կավելացնեք, այդ հմտությունները։ Ես կուզեմ նաև այսօր մի փոքր խոսել այդ Padlet հարթակի մասին, նախ մի հատ հարց, այս արանքում հարգելիներս, կան մարդիկ, որ օգտագործում են այդ on-line պատի գործիքը, հարթակը օգտագործում եք։ Ուրեմն ինքը եւս լավ տարբերակ է կշռադատման փուլի համար, էլի արագ արդյունքներ հավաքագրելու, պատասխաններ, տվյալներ հավաքագրելու հնարավորություն է ընձեռում, այսինքն դասի ամփոփման փուլի համար կարելի է կիրառել, եկեք ես անցնեմ կիսվեմ էլի էկրանով, գնանք մի քանի րոպեով նայել ուսումնասիրենք եւ այսօրվա մեր հանդիպումը այսքանով կավարտենք, ուրեմն մեկ վարքյան կներեք, դուք էլ զուգահեռ կարող եք փորձել, գրենք padlet.com, ինքը on-line պատ է կոչվում, որտեղ դուք կարող եք առաջադրանքներ ուղղակի երեխաներին հանձնարարել ու իրենց ասել, որ իրենք միանան այդ պատի վրա գրառումներ կատարեն, այդ գրառումները կհավաքվեն ձեզ մոտ եւ ընդհանրացված տեսքով էլի դուք կունենաք պատասխանները, հա, երեխեքի, դա կարելի է նաեւ դասի սկզբնամասում խթանման փուլի կամ ասենք հայտորոշիչ, ասենք թեստ հայտորոշում կատարելու համար կիրառել, պատպիսկայա ուզում ես տարբերակում, մեկ վարքյան, մի հատ եւս, ինքը տարբերակներ ունի, սա ուղղակի պատի ձևն է, հա, դասավորվածությունը հատվածների ինքը ուղղակի փոփոխում է, բայց ես այստեղ ոնց որ թե առաջին անգամ եմ այս տարբերակին հանդիպում, ինձանից գումարով գրանցում է պահանջում, որը մինչև հիմա չէի նկատել, այսինքն չկար այսպիսին, եկեք փորձեմ մյուս հաշվով մտնել, Այստեղ գրանցում է ուզելու, եկեք գրանցումով գնամ, որովհետև ես այստեղ գրանցված չեմ, ես մի օգտահաշվում, եկեք Google օգտահաշվով գնան գրանցում կատարելու, Եվ փորձենք ստեղծել on-line պատ, չէ, այս տարբերակում էլ է պահանջում, բայց ես այսօր էլ անգամ փորձել էի, ինքը ոնց որ թե առանց գրանցման թույլ էր տալիս։ Լավ, այդ պարագայում այս հարթակը կթողնենք, այս հարթակի մասին ընթացիկ դուք ինքներդ կփորձեք ուսումնասիրել, բայց ինքը իսկապես էլի շատ լավ տարբերակ է, շատ արագի մեջ արդյունքներ ունենալու համար։ Ես մի քանի ժամ առաջ եմ անգամ այս on-line պատը փորձարկել, բայց գումարի տարբերակով չէր առաջարկում, սա չգիտեմ ինչու երևի նորություն էր, հա, որը ինձ համար էլ էս պահին, անկեղծն ասած, անակնկալ էր, խնդիր կա այս պահին, դա ընթացիկ կփորձեք, ինքը աշխատեցնելը շատ հեշտ է, ուղղակի էլի կոդ եք տալու երեխեքին, այդ երեխեքը միանալու են այդ կոդով, տեսնելու են ձեր գրատախտակը ու ձեր գրատախտակի վրա գրառումներ են կատարելու, այնտեղ ինքը հնարավորություն է տալիս, այդ նախ գրառողները երևալու են, ովքեր են գրառումները կատարում, սենց փոքրիկ նոթերի նման տարածքներ է բացվելու ու երևալու է այդ գրառումը ով է կատարում,
ու այդպես դուք էլի տվյալների հավաքագրում եք անելու, էլի հարցը կարող եք օգտագործել որպես էլի, չգիտեմ, ձևավորող գնահատում կատարելու համար, կարող եք օգտագործել եւ ամփոփիչ գնահատումների համար, եթե 1, 2, 3 ասենք առաջադրանքով ուզում եք ամփոփում անել եւ միավորային գնահատում կատարել, կփորձարկեք այդ հատվածը թող մնա ինքնուրույն ուսումնասիրության համար, անկեղծն ասեմ, ես դասընթացում դա հենց այդպես էլ պլանավորել էի, որ այդ մի քանի գործիքներ ինքնուրույն ուսումնասիրության համար են նախատեսված։ Այսքանով այսօրվա մեր տեսահանդիպման բուն բովանդակությունը նյութը մենք քննարկման թեման ավարտեցինք, հարգելի ընկերներ, ուղղակի ասեմ, որ ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել ձեզ իմ դասընթացում մասնակցելու համար, շատ շնորհակալություն ընդառաջելու եւ մասնակիցը լինելու, այսքան ժամանակ տրամադրելու համար, ենթադրում եմ օգտակար էր, ես այդպես եմ մտածում, բավականին շատ գործիքներ ենք ուսումնասիրել, բոլոր դեպքերում ձեր էլի կարծիքները լսել, տեսնել ինձ հետաքրքիր կլինի, հետագա ժամանակների համար, եթե էլի կլինեն, ասենք,